Բարև ձեզ, երբ խաղաղության մասին խոսքերը դառնում են քաղաքական հայտարարություն, իսկ քաղաքական հայտարարությունները ոչ թե պատասխաններ են տալիս, այլ նոր հարցեր են ծնում, ուրեմն ժամանակն է նորից անդրադառնալ, վերլուծել եւ հասկանալ, թե ինչ ուղերձներ են փոխանցում միմյանց Բաքուն եւ Երևանը, ինչ լեզվով եւ ինչ են ասում Ալիևը եւ Փաշինյանը։ Երեկ եւ այսօր նրանց հայտարարությունները հանրային քաղաքական շրջանակների քննարկումների առանցքում են։ Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան ոչ թե տանկերով, այլ ավտոբուսներով։ Թվում է, թե խաղաղության լեզվով է խոսում, սակայն ամեն մի բառի տակ նկատելի է ուժի, թող որ այս դեպքում փափուկ ուժի քաղաքականությունը։ Նա հղում է անում ինչ-որ ռուսական քարտեզների, ասում է, թե Հայաստանի տարածքների տեղանունները ադրբեջանական ծագում ունեն, ասում է, թե չկա Սևանալիչ, կա Գոյչա։ Հայաստանից էլ արձագանքում են, թե այո, եթե հետ գնանք այդ քարտեզներում Սևանալիչ չենք գտնի, փոխարենը կգտնենք Գեղամածով, բայց Ադրբեջանը այդպես էլ չենք գտնի, ինչքան էլ որ փնտրենք։ Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, խաղաղություն կառուցելու մասին, ասում է, որ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ քաղաքական առումով ավարտված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով դեռ ոչ։ Իսկ սոցիալ-հոգեբանությունը մի այնպիսի բան չէ, մի այնպիսի երևույթ չէ, որ հնարավոր լինի արգելակել միանգամից արգելակները քաշելով։ Իրականում ինչ ուղերձներ են փոխանցում միմյանց Բաքուն եւ Երևանը, ինչ են ասում Ալիևը եւ Փաշինյանը, այս հարցերի շուրջ ենք այսօր զրուցելու, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Աշակյանն է։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ Սկսենք Բաքվից, հետո կանք Երևան։ Ալիևի հայտարարությունները երեք են հնչել, ես արդեն մոտավորապես նշեցի, թե ինչ է հայտարարում, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոբուսներով եւ որ տեղանուններն էլ ադրբեջանական են եւ այլն եւ այլն։ Ինչ գնահատական ունեք։ Սա խաղաղության խոսույթ է, թե նոր մրցակցության։ Գերազանցում է իր լիազորությունները, երբևէ ադրբեջանցիներ ասենք, կարող ենք թուրքեր ասել, կա ովքեր որ եղել են։ Նրանք ինքնուրույն իրենք չեն որոշել գալ Հայաստան, թե մնալ իրենց տեղում, նրանց բերել են Պարսկաստանը, նրանց որտեղից է ճավել, չգիտեմ, բերել է, տեղավորել է, արտոնություններ է տվել, կամ զրկանքների է ենթարկվել, ամրացրել է այդ տարածքին, անուն էլ տվել է բնակավայրին, ասել է ձեր ուզած ձևով, ձեր ուզած անունը դրեք, անկախ նրանից, թե Պարսկաստանի շահը կամ Թուրքիայի սուլթանը կամ Արաբստանի խալիֆը էթնիկ ինչ ծագում ունեին, այսինքն նրանց բերել են, նրանց տարել են, այստեղից իրենք չեն գնացել, իրենց տարել են, ասենք Ստալինը տարել է, Պասկևիչը տարել է, տեղափոխությունները, որոնք ես համարում եմ հանցագործություն, էթնիկ զտում կոչվածը հանցագործություն է եղել հին Ասորեստանի ժամանակներից սկսած։ Դա հռոմեացիների ժամ, դա հանցագործություն է, մարդկանց իրենց լանդշաֆտից հանել, տեղափոխել։ Ուզում եմ ասել, որ Ալիևը ով է, որ Ադրբեջանի նախագահն է, չէ, նա է որոշում, նա չի կարող այդպիսի որոշում կայացնել, որ ավտոբուսով կամ հեծանիվով կամ տանկով ինքը չի կարող այդպիսի որոշում, դա իր լիազորություններից դուրս է տեղափոխությունը։ Եթե դիմել է, ուրեմն անգլերեն պետք է դիմել Միացյալ Նահանգների նախագահին, ՆԱՏՕ-ին, Եվրոմիությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը պետք է խնդրել, ասել խնդրում եմ տեղափոխություն կազմակերպեք, ձեզ հարմար ժամանակ։ Դա է իսկական, նա նույնիսկ ադրբեջաներեն չպետք է ասել դա։ Նրանց պետք է դիմել, ընդեղից կասեին տեղափոխություն անում են, թե չէ։ Օրինակ ցարին պետք է դիմեին, ասեին մեզ տեղափոխում եք, թե չէ։ Բայց թե ինքը միշտ ասում էր պատերազմին նախորդող, հաջորդող ժամանակներում, որ իր համար սկզբունքն այն է, որ կոնկրետ իր ձևակերպումը չեմ հիշում, բայց խոսում էր ուժի իրավունքից, ոչ թե իրավունքի ուժից։ Հա, ինքը ուժ ունի, դա ինչ ուժ է, այն որ ինքը ունի, 44-ով տեսանք էլի, մեր փոքր Հայաստանը, մեր փոքրիկ Հայաստանը, 2.5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը 44 օր, այսինքն եթե պատերազմը շարունակվեր, էլի նրանք Հայաստան չէին կարող մտնել, ինչքան զոհ կտային, դա ուժ է, հա,
ամերիկյան մի հրթիռը կգա այդ բոլոր ուժերը կչեզոքացնի, ֆրանսիական մի հրթիռ, ես միջուկային պետությունների, Իսրայելի մի հրթիռը, Հնդկաստանի մի հրթիռը, կգա այդ բոլորը կամ ֆրանսիական կամ գերմանական մի դիվիզիա, Ստալինյան տերմին, մի դիվիզիա կգա, այդ բոլոր ուժերը կոչնչացնի, այսինքն ինքը ուժի դիրքերից խոսելու իրավունք ունի, ես ասում եմ, դա չափազանցության մեջ են ընկած։ Մենք էլ ենք դրանից ազդվել, մեր օրակարգում լուրջ խնդիրներ ունենք, ենք շատ բան ասում Ադրբեջանում, շատ բաներ են խոսում, Իրաքում էլ են խոսում ինչ-որ բաներ, դա մեր օրակարգում լրագրողները թող դա են սյունակում, կալոնկա կոչվածում, թող գրնի անցնեն, որ մատը դնում ես անցավար ասում ես, էս ով է, բա Ամերիկայի Միացյալ Նահանգների, լավ Ռուսաստանի հարևանությամբ դու ուժից ես խոսում, ես կարծում եմ, որ մեր օրակարգում չպետք է լինի այդպիսի արձագանքել։ Դե հիմա ոչ թե ուժից, այլ փափուկ ուժի կիրառման կարծես թե։ Հա, տուրիստներ։ Դե ասում են, իր խոսքը տուրիստների մասին չի։ Ասում եմ պետք է վերադառնան իրենց հողերը ապրելու։ Իրենց հողերը թող վերադառնան, թող գնան Միջին Ասիա, Ույգուրստան թող գնան, բայց ո՞րն են վերցնում, այսինքն ելակետը ո՞րն է։ Իրենք ուժ են, բանի ժամանակ սելջուկների ժամանակ ուժ են եղել, բայց դրա դիմացել այդ սելջուկների դեմ կար Լենգ Թեմուրը, չէ՞։ Բայց իրենք չեն հիշում, որ Լենգ Թեմուրը եղել, չարաբաստիկ մեզ համար, հայերիս համար, բայց եկավ ջարդեց, փշրեց, տեղաշարժեց օղուզներին ղփչակները, իրանց համար ասեմ էլի, ոչ էլ նայեք ինձ, չեմ էլ ուզում, որ թուրքերը նայեն ինձ, ղփչակները եկան ջարդ ու փշուր արեցին օղուզների իմպերիան, սուլթանին էլ գերի վերցրեցին, վանդակի մեջ էին պահում, գուցե դա վերցնենք ելակետ, ելակետ վերցնում ենք Լենգ Թեմուրի իմպերիան, որտեղ էին օղուզները, ինչ կարգավիճակ ունեին։ Ես ինչքան հասկացա Հայաստանի մոտեցումը վարչապետի խոսքերից ենթատեքստում այն էր, որ պետք է, այսինքն ուղիղ ասած, որ պետք է տարբերակել անցյալը ապագայից, այսինքն այս վերջին 2 տարվա պատմությունն էլ պատմություն է, որ մենք ենք կերտել։ Այո, իհարկե։ Թե չէ այդպես որ հետ գնանք, ինչքան հետ գնանք, որ թվերը հետ գնանք, որ քարտեզները հետ գնանք եւ այլն։ Իհարկե։ Դե ես կարծում եմ, ես դրա մասին եմ խոսում, էլի, որ եթե հետ գնալու ես ասում եմ, եկեք Լենգ Թեմուրից սկսենք։ Չեմ ասում Տիգրան Մեծից։ Հա, հիմա ինչ, այսինքն մեզ ինչ են պարտադրում։ Ես իմ խոսքի ենթատեքստը դա է, մեզ էլ են պարտադրել սա, իրենց էլ են պարտադրել։ Այ մենք հիմա պետք է պարտադրողների հետ նստենք, քննարկենք, նրանց կամքը հաշվի առնենք։ Մենք ասում ենք, որ մենք ուզում ենք խաղաղություն։ Մենք մրցակցության մեջ խաղաղ պայմաններում հաղթելու ենք։ Մենք մեր վրա վստահ ենք։ Դե մենք անընդհատ եւ շարունակաբար ասում ենք, որ մենք ուզում ենք խաղաղություն եւ ավելին ասում ենք, որ խաղաղությունը հաստատվել է Վաշինգտոնյան խաղաղության գործընթաց, պայմանավորվածություններ, բայց Ադրբեջանը հիմա էլ կարծես թե ոչ թե ուժի, այլ փափուկ ուժի միջոցով է շարունակում առաջ գնալ։ Իր տեղը չի, այսինքն adekvat չեն, անհամարժեքության, անհամապատասխանության մասին ենք հենց հիմա մենք քննարկում։ Մենք հասկացանք, երբ որ Վաշինգտոնին ասեցին, սա է մեր ծրագիրը, դա չպետք է լինի օրինակ, ասենք մեր Սայաթնովայի անվան ճանապարհ, այլ Տրամպի անվան ճանապարհ, չէ՞։ Մենք չվիճեցինք, ասեցինք դու գիտես, ապահովի անվտանգությունը, ապահովի մեր սահմանների անվտանգությունը, մեր տարածքների անձեռնմխելիությունը, անունը ինչ ուզում ես դիր, քու երեխաներից կամ կանանցիցդ մեկի անունն, մի քանի անգամ ամուսնացել է։ Այդ կոոպերատիվն էլ մենք ունենք, չէ՞, իրանց կանանց անուն ով է։ Հա, դիր անունը, մենք դա ենք ասել։ Ընդունել ենք, մեր մոտ դա ասեցինք, թող ինչ ուզում է դնի, մենակ թե չխլեն մեզանից մեր տարածքը։ Հիմա ես շարունակում եմ իմ միտքը, ասում եմ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ու իրենց թիկունքում ՆԱՏՕ-ն, եվրոպացի իր դաշնակիցները, հեռավոր արևելքի իր դաշնակիցները որոշել են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքնիշխան լինի եւ զարգացող,
Հիմա Ադրբեջանը ով է, որ դրանց մասին խոսում է կամ դեմ է նրանց ծրագրերին։ Այսինքն պիտի ընդունենք, որ սա Ալիևը ասում է իր ներքին լսարանի համար, ներքին լսարանին ասում է ժողովուրդ մենք հաղթել ենք եւ հաղթանակը շարունակական է։ Սա այո, դա քարոզչական տրյուկ է իր քաղաքացիների հպատակների։ Նրանք հպատակ են, չէ, ինչքան գիտեմ։ Եթե չեն ընտրում, չեն կարողանում իշխանությունը ժողովրդին չի պատկանում այնտեղ, ընտանիքին է պատկանում ինչ որ։ Մեր մոտ էլ, այս էլ այ մեր մոտ իսկականն է, հիմա հարկավոր է օգնում է, այսինքն Ալիևի այդ հայտարարությունը օգնում է մեր մոտ իշխանության ձգտողներին։ Այ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ քարոզչական կամպանիա է սկսվել, որտեղ մեր մոտ առաջիկայում ընտրություններ են։ Եվ հիմա ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը որպես Ալիևների կադր, լուրջ կադր է եղել, այ նրան օգնում են, ասում են, որ մենք տես ինչ ենք անում, աշխուժացի։ Ալիևը օգնում է, հա։ Իր կադրին, իր հոր կադրին։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցության ձեռք է պարզել։ Բայց թե չէ ինչ գործ ունես Հայաստանի հետ, ավտոբուսներ, տանկեր, ինքնաթիռներ, այդ բոլորը դիմի Ամերիկայի միած ով է միջնորդն ու կարգավորողը, նրան պետք է դիմես, ոչ էլ անգլերեն գիտի, ինքը թող անգլերեն, ուրեմն նա դիմում է Հայաստանի, նույնիսկ իր քաղաքացիներին չի դիմում, որ ասի, գիտեք ինչ, դեռ ամեն ինչ առջևում է, կարող է այդպես էլ լինել, չէ, օրինակ մեր մոտ ասում են, մեր իշխանությունը Ալիևին ավելի ձեռնտու է, որ այստեղ առաջիկա ընտրությունների ժամանակ կառավարող կուսակցությունը պարտություն կրի, ես ճիշտ հասկացա։ Իհարկե, որովհետև աշխարհի աջակցությունը ունի իշխող կուսակցությունը, բա ոնց անեն էլ, ամեն ինչ անում են, փողը տալիս են, զենքը տալիս են, դիտորդներ ուղարկել են, պարբերաբար ճանապարհորդում են սահմանների երկարությունով, այսինքն ակնհայտորեն քաղաքական իշխանությունը այսօր աշխարհի առաջադեմ, կարելի է այդպես ասել, ճակերտներ չեմ դնում, առաջադեմ ժողովրդավարական պետությունների կողմից աջակցություն ունի։ Ուրեմն Ալիևին դա դուր չի գալիս, ինքն ասում է, ես համաձայն չեմ դրա հետ, այդտեղ ուրիշ ուժեր կան, նրանց օգնում է, ասում է, որ գիտեք, տեսեք, խաղաղությունը կասկածելի է, ես տեսեք հոխորտում եմ, աշխուժացեք, առիթ է տալիս, այսինքն ես ուզում եմ ասել, որ դա քարոզչական առիթ է Հայաստանում, ու իշխանությունն էլ բացատրում է։ Ես կարծում եմ իշխանությունը պետք է մի նախադասություն գրեր, ասել հասցեատերը Վաշինգտոնում է, ձեր այդ նամակների հասցեատերը Երևանում չի, Վաշինգտոնում է։ Վերջ։ Այլ կողմից, մի փոքր այլ կողմից էլ նայենք այս հարցին։ Իսկ հնարավոր է, որ ոչ միայն ձեր ասածը, նաև սա Ալիևի դժգոհությունը բավարարված չլինելն է հենց Վաշինգտոնից, հենց վաշինգտոնյան գործընթացից։ Այսինքն վաշինգտոնյան գործընթացով ինքը դժգոհ է այդ ամեն ինչից, այս ամբողջ ընթացքից եւ փորձում է ինչ-որ կերպ փոխել հունը։ Հնարավոր է, որ դժգոհ է, հնարավոր է, ավելին էր ուզում, բայց այստեղ մի ուրիշ բան կա, կարող է գլխապտույտ ունի ինքը։ Վաշինգտոնը բան չի, public սպիտակ, տենց են ասում, public ու սպիտակ սկյուրիկ չի։ Նա բավոր Վաշինգտոնը դժգոհեց Ալիևից, այ դա կա, այ մենք հույս ունենք, ես հույս ունեմ, որ մի Վաշինգտոնը… Ալիևը Վաշինգտոնյան հարթակում, Եվրոպաներում եւ այլն խոսում է խաղաղության մասին, որպես հաստատված եւ այլն, հենց գալիս է Ադրբեջան, ասում է մենք գնալու ենք Հայաստան։ Ես ասում եմ, Ադրբեջանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, յուրայիններին առիթ է տալիս քարոզչական, տրյուկ է էլի դա։ Բայց եթե իսկապես նա Վաշինգտոնից ձեր հարցը մոտավորապես այդպեսին է, որ Վաշինգտոնից է դժգոհ եւ դժգոհությունն է հայտնում, ավելին է ուզում, այսինքն բավարարված չի Վաշինգտոնի տվածով։ Ես որ ասում եմ Վաշինգտոնից դժգոհ, նկատի ունեմ ոչ միայն Վաշինգտոնի խաղաղության գործընթացը, Հայաստան-Ադրբեջան Միացյալ Նահանգներ այդ ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը, այլև դրանից հետո զարգացումները առաջիկայում սպասում է Միացյալ Նահանգներում Վաշինգտոն, Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, այնտեղ Կենտրոնական Ասիայի երկրներից որ նախագահները որ աջակցություններ ցուցաբերում, դարում էր թե լավ կլինի, ճիշտ կլինի, որ Ալիևն էլ լինի, չգիտեմ, այնտեղ թե էներգետիկ համագործակցություն, ծովային բան եւ այլն, եւ կարծես թե հրավերը չկա Ալիևին։
Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններանց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Աշրակյանի հետ, պարոն Աշրակյան, մենք սկսեցինք Ալիևի հայտարարություններից եւ հասանք դրա պատճառներին, դրանցից քննարկում էինք այն մեկը, որը կարող է պայմանավորված լինել Վաշինգտոնից Բաքվի դժգոհություններով։ Շատ հնարավոր է, որ ես ուզում եմ, որ այդպես լինի, ու այդ դժգոհությունը դառնա արդեն ավելի սրվի։ Շատ լավ կլինի, եթե այդպես է, բայց կարծում եմ այդպես չի։ Ալիևը գիտի իր ռեսուրսների հնարավորությունը եւ իր տեղը։ Նա այս տարածաշրջանի պետություն է սահմանափակ ռեսուրսներով։ Խիստ սահմանափակ այդ նավթը, որ կա Սաուդական Արաբիայում մի քանի նավթահոր դրա չափ նավթ են տալիս, այսինքն դա էլ մի բան չի։ Մենք դարձրել ենք, չգիտեմ, ինչ նրանց նավթը։ Ես կարծում եմ, որ նա այս տարածաշրջանի համար ստեղծված պետություն է, Իրանի ներքին գործերին միջամտելու համար ստեղծված պետություն է, պարսկական պետությունը լուծարման գործիք է եղել, ադրբեջանական պետությունը դրա համար է ստեղծվել։ Միջին Ասիայում նա մեր ոնց է կոչվում, կենտրոնական Ասիայում նա անելիք չունի, մանավանդ այնտեղ Թուրքմենիայից բացի իրենց առանձնապես չեն ճանաչում, չեն ընդունում։ Ես դրա համար բերեցի Լենք Թեմուրին, այսինքն ղփչակները, այդ մենք ենք ասում Թուրան, Թուրք, բան, այդպիսի բան չի կարող լինել։ Ռուսաստանի գլխավոր շտաբը, ցարական Ռուսաստանի գլխավոր շտաբը, որ Թուրան ծրագիրը մշակեց, նա իր ծրագրերը ուներ, նա գիտեր, որ ղփչակները եւ օղուզները բարեկամ ժողովուրդներ չեն, նրանք իրար չեն հանդուրժում։ Այսինքն խցկվել իր կարևորությունը ընդգծելու համար, խաղին մասնակցող, այսպես ասենք, սուբյեկտիվությունը իր գործոն լինելու համար հնարավոր է, որ Ալիևը անդադ ոտի տակ է ընկնում հիմա, դա ոտի տակ ընկնել է կոչվում։ Ես կարծում եմ, որ եթե նպատակահարմար լինի, օրինակ հումքահանքային ծրագրերի շրջանակներում, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը միացնեն հումքահանքային ռեսուրսներով պետությունների շարքում լինի, օրինակ նաև OPEC-ի, այսպես կոչված, այդ նավթային երկրներին էլ միացնեն իրեն առանց աշխարհագրությունը եւ քաղաքական շահերը հաշվի առնելու։ Բայց ինձ թվում է, որ շատ էլ գոհ է Ադրբեջանը, շատ գոհ է իր կարգավիճակից, որ տվել է իրեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետեւ դա լուծարման կարգավիճակ չի։ Գոհ է, ուղղակի ես ասում եմ, իր շատ հնարավոր է, որ իր քաղաքացիներին օրակարգ թելադրելու խնդիր ունի, օրակարգը բերում է դա, ներքին Հայաստանում օրակարգ թելադրել։ Արդեն ասեցինք, որ ինքը ունի այստեղ հասկացողներ, իրեն հասկացողներ եւ գործընկերներ։ Ես դրանց գործընկեր եմ համարում։ Այստեղ նրանք, ովքեր որ տիրաժի են ենթարկվում, օգտագործում են Ալիևի այդ հայտարարությունները, չարախնդելու համատեքստ։ Դա չարախնդել չէ, ավելի լուրջ գործընկերային հարաբերություններ կան, այսինքն սպառող, որպես սպառող, այո, մեր մոտ հակապետական, իսկ Ալիևի գաղափարների սպառող գործընկերներ ունի Ալիևը այստեղ։ Այդ գործընկերները դա տիրաժ են ենթարկում, մենք էլ պետք է աշխատենք միայն Իսկ ոչնչացնող ծրագրով խոսել։ Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը այսօր, այս պահին, այս ժամանակահատվածում, երբ դեռ քաղաքական առումով համարենք ավարտված է կոնֆլիկտը, բայց սոցիալ-հոգեբանականով ոչ։ Հիմա այս պարագայում խոսել փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձի մասին, սա օգտակար թե վնասակար, օգտակար թե վտանգավոր օրակարգ է։ Մենք նորից պետք է հաշվի առնենք վճիռ կայացնող պետությունները իրենց օրակարգում դա ունեն, թե չէ։ Մենք չենք կարող ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը Ադրբեջանի տարածքում։ Մենք դա չենք կարող անել։ Մենք բավարար ռեսուրսներ չունենք։ Ես Վալգեն Սարգսյանի բանաձևն եմ բերում։ Ինչքան կարողացել ենք, այդքան պահել ենք, ինչքան կարողացել ենք, այդքան ապահովել ենք։ Հիմա ես ինքս չեմ գնա այնտեղ ապրելու։ Վստահ չեմ, որ իմ անվտանգությունը այնտեղ որևէ մեկը կարող է երաշխավորել, հատկապես իմ
հայրենիքը կարող է ապահովել, ես վստահ չեմ։ Ովքեր որ խոսում են անվտանգ տեղահանվածներին վերադարձնելու մասին, օրինակ Ստեփանակերտ, նախ անունն էլ հարկավոր է փոխել։ Ստեփանը մի կարևոր մարդ չի եղել մեր պատմության մեջ, բացասական դեր է կատարել Շահումյանը, Միկոյանը եւ այլն։ Ուրեմն Արցախ գնալու համար ես ինքս հիմա չեմ գնա, որտեղ վստահ չեմ, որ ինձ այնտեղ սպասում են։ Մեր ուժը չի պատում։ Իսկ ով որ կարող է դա անել, ոնց որ Պասկևիչը արեց, գեներալ Պասկևիչը։ Հիմա դրա համար հարկավոր է Պասկևիչին հարցնել։ Այ ով որ կարող է մեր անվտանգությունը ապահովել Արցախում, Խարսում, Վանում, մեր անվտանգությունը կարող է ապահովել, մենք դա չենք կարող անել։ Հասկանալի է։ Նրանց պետք է հիմա մենք դիմենք, այսինքն ովքեր որ այստեղ դիմում են Նիկոլ Փաշինյանին, դրանք հասցեն սխալ են, նրանք պետք է դիմեն Պասկևիչին։ Իսկ Պասկևիչը արդեն հանձնել է։ Պասկևիչը բերեց, հանձնեց, թուղթ գրեց, այդ թղթով Արցախը հանձնեց Ադրբեջանին 1921 թվականին, որպեսզի 2020 թվականի նոյեմբերի 9-ին Պասկևիչը շակերտներ վերցրեց։ Դա անունը П-ով է, բայց Պասկևիչ ասենք, որ բան չանեն, չնեղվեն։ Պուտինը ասեց, ես գրել եմ այդ հանձնման ակտը, ես եմ գրել։ Մերոն գնում գալի ասում են, Նիկոլ հանձնեցիր։ Նիկոլը ուրիշ մարդ է, Պուտինը ուրիշ մարդ է։ Թուղթը գրել է Պուտինը, Պուտինը հանձնել է։ Բան ունեք ասելու հանձնողին։ Ուրեմն գնում եք Կրեմլի պատի տակ, կանգնում եք, ասում են դուրս արի։ Հանձնող, մի հատ դուրս արի, այնտեղ միտինգ եք անում, ցույց եք անում, համել ինչ կա որ պատը քանդվող է, քանդում մտնում եք, Պուտինին հարցում եք, ինչի հանձնեցիր Արցախը։ Տեսեք, ես ասում եմ, որ ով որ կարող է ապահովել մեր անվտանգությունը Արցախում, Ղարսում, մենք նրան պետք է դիմենք։ Այսօր մեր երկիրը հազիվ ապահովում է այս 30,000 քառակուսի կիլոմետրի անվտանգությունը, տեսեք ինչքան բաներից, ճոպաններից կախելով, սրան նրան դիմելով, հեռադիտակով, ինչ այն, Ցեզար, Մեզար, զենք ուղարկել, հիմա ասում են ֆանտոմներ են ուզում, ինչ-որ գաղտնի զենք, ու անդադ ասում են ինչ են բերում, ես զարմանում եմ։ Մեր մոտ այդ գաղտնիության մասին օրենքը չի աշխատում, ինչ եք ասում, որ դուք այդ տեսակի զենքեր ունեք, ում եք ասում։ Դա ուրիշ թեմա է։ Հիմա ըստ էության չպատասխանեցի, հա, ոնց որ ձեր հարցերին։ Վարչապետն ասում է, թե քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, սակայն սոցիալ-հոգեբանական առումով դեռ ոչ, պարզապես պետք է գտնել այս իրավիճակի առերեսվելու եւ հարաբերվելու ճշգրիտ բանաձևերը։ Որոնք են այդ բանաձևերը։ Նիկոլ Փաշինյան, վարչապետի համար սոցիալ-հոգեբանական, որ այդ ամեն ինչը տարածված է եւ փորձագետների մոտ, քաղաքասարակության ներկայացում, ընդհանուր մինչեւ երկրների առաջնորդություն։ Վարչապետը, փորձագետները, քաղաքասարակությունը, ուրենք թող իրենք իրենցից սկսեն, վարչապետը թող իր օրակարգը փոխի, զարգացման օրակարգ, արդյունավետ կառավարման օրակարգ, նոր սահմանադրություն, նոր օրենքներով քաղաքական կուսակցությունների մասին, նոր օրենք կրոնական կազմակերպությունների մասին, մեր օրակարգով կոնֆլիկտի մասին է։ Չէ, տեսեք, ես ինչ եմ ասում, եթե դուք անելիք չունեք, դուք անդադ լաց եք լինելու ձեր կոնֆլիկտի վրա։ Ես ասում եմ, հանեք օրակարգից, հանեք դա օրակարգից, արդյունավետ կառավարումը, լավ տնտեսությունը, լավ օրենքները, ես ասում եմ, սահմանադրությունը մեր օրակարգն է։ Հասկանալի է, իմ հարցը վերաբերում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին եւ դրա սոցիալ-հոգեբանական կողմին եւ դա կառավարելու բանաձևերին։ Ես ասում եմ, դրա համար իրենք մեր ժողովուրդը ինքնաբուժման լուրջ փորձ ունի 1000 տարվա։ Մենք արդեն պատրաստ ենք բազմանալու եւ զարգանալու։ Մեր ժողովուրդը այդպիսի ունակություն ունի։ Գենոցիդից հետո մենք կանք, պետություն ունենք։ Դա մեր ժողովրդի բնութագիրն է, մենք, բայց ղեկավարությունը, տեսեք, ես ասում եմ, փորձագետները, հասարակական կազմակերպությունները, իշխանությունը իր թևերով, դեմ եւ ընդդեմ թևերով, թող նրանք իրենց օրակարգը դնեն մեր երկրի զարգացումը, այդ դա է մեր օրակարգը, ոչ թե նստել լաց լինել։ Հիմա բոլորս ասում ենք, ինչ անենք, ՍՔՀ-ն ոնց լինի։ Չէ, ինչու լաց լինի։ Չէ, վարչապետը ասում է ՍՔՀ-հանության
Դա է կոչվում, այս սքանություն։ Ինքնաջողության պատմություններն է թվարկում սկսած Կիրանցից սահմանազատված հատվածից մինչև հայ-ադրբեջանական սահմանազատող հանձնաժողովների հաստատված կանոնակարգ եւ մինչև Վաշինգտոնի խաղաղության օրակարգ ձեռք բերված պայմանավորվածություններ ստորագրված նախաստորագրված փաստաթղթեր։ Շնորհակալություն։ Ես դրանք չէի կարող այդ շարադրել։ Այդ բոլորը սքահանության մասին են, դա մխիթարվելու մասին է։ Ես ասում եմ, մեզ մի մխիթարեք։ Մի մխիթարեք։ Մենք պատրաստ ենք ապրելույթ ստեղծագործելու։ Մենք պատրաստ ենք առաջ գնալու, պատրաստ ենք։ Մեր առաջ դա դրեք։ Ոչ թե անընդհատ մեզ մխիթարեք։ Ոնց անենք մխիթարենք, մեր ժողովրդին մխիթարենք այս կորուստից հետո։ Մխիթարել պետք չի։ Անմխիթարելն Չէ, մեզ դա պետք չի, մեզ զարգացման ծրագիր է պետք։ Ես ասում եմ, սահմանադրությունը բերեք օրակարգ։ Հենց հիմա մեր մոտ լուրջ կա, որպես հայ առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցու հետևորդ։ Ես ասում եմ, ինձ համար դա կարևոր է։ Կրոնական կազմակերպությունների մասին օրենքը փոխեք։ Դու գիտեք մեր վեհափառի տիտղոսի մեջ Հայաստան բառը չկա։ Հայ չկա, որտեղ պետություն չենք ունեցել, երբ որ կանոնադրությունը գրվել է, պետություն չի եղել, դրա համար ամենայն հայոց, բոլոր հայերի, Հայաստանի եւ բոլոր հայերի, բայց միացրեք մի հատ, ուզում ասեմ, դա կարևոր է, հոգևոր աշխարհը մեր հոգևոր առողջությունը, ոչ էլ մենք էլ առողջ ենք, այդ սպասավորների հարցը լուծենք, թող գրանցվեն հոգևոր հավատացյալները, գրանցամատյաններ մցրեք պարտադիր, անդամավճարի ինստիտուտ մցրեք պարտադիր, մկրտվել ես ուրեմն անդամավճար պետք է տաս, հայ առաքելական սուրբ, ով է վճարում, մի հոգի վճարում դնում է ջեբը, ոնց վճարելը նկարակախել են պատից ու ինքը ինչ ասում է անում են, առել են, դուք հասկանում եք ինչա տեղ ունեցել, իշխանությունը հոգևորականների, այտենց ասենք, ոնց ասենք, դրանք ինչ-որ մեկի գրպանում են, ինչ-որ մեկը հրահրում է, Հայաստանի շահերից, հավատացյալների շահերից չի բխում նրանց վարքագիծը, ոնց թե հոգևորականներ կան, որ ասում է չեն ենթարկվում, այդ ով որ պետք է ենթարկացնի, ասում է ավելի լավ, հեռացնում եմ, ազգականներից 2 հոգի գործեմ տեղավորում, ասում եմ, դա է մեր օրակարգում, եպիսկոպոսած ժողով հրավիրեք այդ հարցը լուծեք, ինչ եք անում, ինչ անենք, մեր երեխաներին չտանենք մկրտության, պսակադրություն չանենք, այդ ինչ եք անում, օրակարգում դա է, հոգևոր առողջության հարցը, կրոնական հանդուրժողականության հարցը, կարգ ու կանոն մտցնել, ուր են մեր փողերը, ես ձեզ օրինակ բերեմ, դու գիտեք, որ մենք շարականներ ունենք, 150 տարի առաջ հավաքվել է դա, այսպիսի մի հատոր է, 6 հատորի է բաժանված, տպվել է ընդամենը մեկը, 6-ից մեկը, ուր են փողերը մեր, անդամավճարները ուր են, նվիրատվությունները, ով չի տպում շարականները, դուք պատկերացնում եք, այս հիմա հարց եմ տալի, հաշվետվություն եմ ուզում, ինչի շարականները չեն տպվում, դա հենց հոգևոր կյանքի մասին է, ուր են, Պարքև Սրբազանի հովանավորությամբ մի հատորը տպվել է, հիմա Պարքև Սրբազանը չկա, նախ քանի եպիսկոպոս ու արքեպիսկոպոս ունենք, ամեն մեկը թող կես հատոր տպեր, ուրա, դեսեք, լավ, մեկ հարցելու ավարտենք, իսկ ես հակադրությունը հոգևոր տաշտում է, թե ոչ միայն և ոչ այնքան, և հանգուցալուծում ինչպես է։ Դա քաղաքականություն է, հոգևորը ասում եմ շարականները չեն տպում, այ դրանց բոլորին հարկավոր է պաշտոնանք անել, ինչի չեք տպել շարականները։ 150 տարի առաջ, հին, գրով է դա, խազերով է, հենց դրա համար հարկավոր է այդ բոլոր այդ բաները, կուսակրոնությունը չհարգողներին առնվազն, դուք ընտանիք եք, մեր փողերը, դուք ձեր ընտանիքներին, սիրուհիներին եք պահում, չհասկացանք, մենք հանգուցալուծումը, եպիսկոպոսների ժողով, մենք նրանց վստահում ենք, հավաքվեք, այդ հարցը լուծեք ձեր մեջ, մեզ պետք է օրինակելի հոգևոր կյանք,
աշխարհիկից առանձին մենք ուզում ենք օրինակ վերցնենք, ձեզ վստահենք, հավատանք ձեզ։ Այդ համար այ օրակարգը մեր դա է, սահմանադրությունն է։ Ես ասում եմ կրոնական կազմակերպությունների մասին, ես ինձ անդադ ինչ եք մխիթարում։ Ես դա Facebook-ում կամ օրակարգից հանեք օրակարգից մխիթարությունը։ Առաջ գնանք։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Աշակյանի հետ, կհանդիպենք։